Եթե թվերին դուք ամբողջական պատկերը իմանայիք, դուք իմանայիք, որ մոտավորապես խնդրի լուծման արժեքը ձեր բարձրաձայնած մոտ տատանվում է 3.3-ից 3.8 միլիարդ դրամի շրջանակներում։ Սա ամենահամեստ հաշվարկներով, որովհետև խոսքը գնում է 188 բնակարանի մասին եւ պարոն Գրիգորյան, ձեր խոսքից այնպիսի տպավորություն է ստացվում, որ մենք նմանատ Երևանի քաղաքապետարանը նմանատիպ խնդիրներ չի լուծում։ Ու ուզում եմ սա էլ հավելել, որ Երևանի քաղաքապետարանը իրավական առումով նման պարտավորություն չունի այս տեսակ խնդիրները լուծելու։ Մենք սա անում ենք, որովհետև մենք գիտակցում ենք, որ սա մարդկանց անվտանգության հարց է, եւ մասնավորապես Արցախի 10/3 հասցեում գտնվող շենքերի Արցախի նրբանցքի շենքերի 60 ընտանիք Պարոն Գրիգորյան, նորից կրկնեմ, 60 ընտանիքի բնակարանի հարց ենք լուծել մենք վերջին 2 տարվա ընթացքում, 60 ընտանիքի։ Եվ գիտեք, ձեր այսպես ասած այդ բաները թացը չորի հետ խառնելու տրամաբանությունը, ինչպես անում են ընդդիմության գրեթե բոլոր ներկայացուցիչները, ինչ կլիներ, եթե օրինակ բանում Աջափնյակ վարչական շրջանի շենքում զուգարանները քարուքանդ լինեին, բայց այդ չգիտեմ 13 միլիոն դրամից 20%-ը պահեինք եւ ուղեինք այս խնդրի լուծմանը, կպահեինք 2 միլիոն դրամ, բայց դա ոնց էր 3.7 միլիարդ դրամանոց ծրագրին օգնելու։ Աջափնյակում ասենք չվերանորոգված զուգարանը վարչական շրջանի, որը որ սպասարկում է ոչ միայն վարչական շրջանի անձնակազմին, այլ բոլոր Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներին, ովքեր որ այցելում են այդ վարչական շրջան։ Եվ գիտեք, ամեն ծախս պետք է ինչ-որ տենց համադրելի տրամաբանությամբ առաջարկել փոփոխություն։ Եթե դուք օրինակ առաջարկեք, գիտեք, օրինակ ասեք, չգիտեմ, 3.7 միլիարդ դրամ, եկեք այստեղ չծախսենք, այս մյուս տեղը ծախսենք, 3.7 միլիարդ դրամ, ոչ 175 միլիոն դրամի մի մասի ինչ-որ տոկոսը։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը, պարոն Գրիգորյան։ Ես խնդրում եմ, եկեք մի քիչ ավելի ազնիվ լինենք իրար հետ։ Ես հասկանում եմ, որ կամերայի առաջ մեկ-մեկ սենց գեղեցիկ ահանջում, վարչական ծախսերը այսքան, այս մյուսը այսքան, այն մյուսը այսքան, բայց Ժողովուրդ ջան, այս ծավալի ծրագրերը իրականացվե։ Այս ծավալի, ասենք խոսում ենք, տենց շատ համեստ ներկայացնում ենք, դուք էլ ներկայացնում եք, որ չգիտեմ, այս մի բանը եկեք պարգևատրում չտանք այդ մարդկանց։ Սաղ տարին չրքաշ աշխատել են։ Ինչի չտանք։ Կատարողականները բոլորը ստացել են, այսինքն ինչ խնդիր դրվել է իրենց առաջ, պարոն Գրիգորյան, այս մարդիկ աշխատել են։ Խնդրեմ։